Հարգելի քաղաքացիներ, շարժվում ենք դեպի Մայրաթոր, տեսնում եք ոստիկանական, ես չգիտեմ հայկական է թե թուրքական է, չեմ տեսնում համարները, ինչ որ պոլիս է գրած, ոչ հայատար, ինչ որ թուրքական ոնց որ թե ոստիկանության, ամեն դեպքում անկախ դրանից թե որ երկիրն են ներկայացնում, թուրքական հրաման են կատարում, ոստիկանության ավտոբուսներ են մեկնում դեպի Մայրաթոր, պղծելու մեր սրբությունները, սկսել են այսօր առավոտյան, բաշի բոզուկները, այս մարդիկ եւս ուղարկվում են Մայրաթոր, հեսա, ճանապարհին ենք, հասնում ենք, թուրքական ուժեր են ուղարկվում Մայրաթոր, եւ մենք անկախ դրանից հայկական որևէ բառ ես չեմ տեսնում, չեմ նկատում ինչ է, թուրքական ներխուժում Մայրաթոր, հիմա արդեն այնտեղ թուրքական ուժեր են, հայատար ինչ որ բաներով, 1918 թվականին նույն բանը փորձեցին, չստացվեց, այն ժամանակ կային մարդիկ, որոնք որ կամային որոշումներ կայացրեցին, հիմա բաց գծով, հեսա, սրա դիմացը եւս մի ավտոբուս, շարժվում են դեպի Մայրաթոր, մենք էլ ենք շարժվում դեպի Մայրաթոր, թուրքերին փորձելու որևէ կերպ, մի խոսքով, այսա, երկու ավտոբուս, երկուսա թե ավելա, մեկն ենք տեսնում, հիմա փորձենք հասկանալ։ Մենք շարժվում ենք դեպի Էջմիածին, հեսա տեսնենք ամբողջությամբ ոստիկանական ուժեր են, հեսա, հայատառա գրած, թուրքական հրաման կատարողներն են, երկու ավտոբուս են մեկնում, արագ կարգով, չգիտեմ, դեմքերը կերևան թե չէ, բարեկամները կտեսնեն թե չէ, այս մարդիկ 1918 թվի գործն են շարունակում, որը չհաջողվեց Քարաբեքիրի ուժերին։ Հիմա Էրդողանի կոշիկ լիզողի հրամանատարությամբ նրանք փորձում են 1918-ը ավարտին հասցնել, այսքանը։